Շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, ինչպես եւ խոստացել եք կամ ավանդույթի համաձայն մենք ամեն 3 շաբթի այս ժամին ուղիղ եթերում ենք Տիկին Զորաբյան։ Ամեն 2 շաբթի։ Ամեն 2 շաբթի, բարև ձեզ Տիկին Զորաբյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Մենք պարոն Նահապետյանի հետ 1 ժամից ավել խոսում ենք վաղ շաբաթում կայացած ընտրությունների մասին։ Մի քանի կարևոր բան արձանագրեցինք, մասնավորապես այն, որ այսպես կարկառուն ընդդիմադիր դեմքեր իրենց չմասնակցեցին կամ առաջին պլանում չէին, այնուամենայնիվ ընդդիմությունը ունեցավ ընտրողների 36.45%։ Սա արձանագրեցինք այն, որ պարոն Նահապետյանի դիտարկումն է, որ 2 անց առնվազն ապագայում պիտի դատվի այս ընտրությունների համար, հեծի գիտեք, որ էցի ղեկավարը, այսպես ասած ժամանակավոր, որ հիմա նշանակել են Ռոմանոսը պիտի դատվի, որովհետև ինչպես մնացած ընտրություններում ուրեմն հոսանքա զրկվեց, հայտնի չէ, թե այդ ընթացքում ինչ են արել Գյումրիում, վստահ եմ, որ եթե դա չլիներ 36.5%-ի փոխարեն կարող է լինել 40-45% ձայներ, եւ երկրորդ, որ ցուցակներին դուք տեսաք, որ մի քանիսը աղմուկ բարձրացրեցին մահացած մարդկանց անուններ կար այնտեղ, մարդիկ, որ բացակայում էին Ռուսաստանի Դաշնության, Ռուսաստանի քաղաքացիության քաղաքացիներ են, բայց իրենց անունները կար, այդ կինը համարձակություն ունեցավ բարձրաձայնեց, եղան մարդիկ, որ բարձրաձայնեցին, բայց կան նաեւ այլն։ Ինչ ձեր կարծիքով ինչ ունեցաք մեկ այս ընտրություններում, խնդրեմ։ Եկեք դիտարկենք մի քանի ասպեկտ։ Նախ չեմ հասկանում ինչի վրա եք տենց ուրախացել, ինչ որ սալյուտներ եք խփում, ոնց որ Թուրքին եք հաղթել, ինչ եք արել, Արցախն եք վերադարձրել, Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանցիներն են դուրս եկել, մի հատ հրճվանք, մի հատ սալյուտներ, մի հատ ես չգիտեմ ինչեր, ՔՊ-ն նենց է տոնում, ճակերտավոր իրանց հաղթանակը վաղար շաբաթում, կարծես թե Արցախը վերադարձրել է։ Իրականում ինչա տեղի ունեցել, այո, շատ վատ է, սիրելի էջմիածինցիներ, վաղար շաբաթ խոշորացված համայնքի եւ հարակից գյուղերի բնակիչներ, շատ վատ է, որ ընտրական մասնակցությունը եղել է ընդամենը 46%, որովհետեւ մենք մշտապես ասում էինք, ապահովեք բարձր մասնակցություն, որովհետեւ բարձր մասնակցության դեպքում մենք այսօր բոլորովին այլ թվեր կունենայինք եւ բոլորովին այլ իրավիճակ կունենայինք։ Ես կրկնում եմ եւ ասում եմ, բոլոր անտարբերները, նրանք ովքեր տանը նստած ասում են ես հավես չունեմ ընտրական տեղամաս գնալու, բայց եւ կամ ովքեր տանը նստած ասում են մեկա իմ քվեով ոչինչ չի փոխվելու, մեկա կամ թող ես չգնամ իմ հարևան Վալոդը գնան, դուք հանցակից եք այն ամենի, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, ինչ երեք տեղի է ունեցել Հայաստանում եւ Արցախի հետ, եւ դուք հանցակիցն եք այն ամենի, ինչ վաղը տեղի է ունենալու Հայաստանում։ Կրկնում եմ, եթե մասնակցությունը լիներ 70 եւ ավելի տոկոս, հավատացնում եմ ձեզ, այսօր մենք վաղար շաբաթ խոշորացված համայնքում ՔՊ-ի հաղթանակը, ՔՊ-ի սալյուտները չէինք տեսնի եւ այդ ձևակերպումը դե մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, դա ստահակի, դա դահիճի, դա դավաճանի մտածելակերպ է, որովհետև սա քաղաքականության հարց չի, սա հայրենիք ունենալու կամ հայրենիք չունենալու հարց է, սա հայրենիքը Թուրքին հանձնելու կամ Հայաստանի պետականությունը հայի ձեռքերում պահելու հարց է։ Այս մասով ես լսում էի ձայն տվողներին նաև։ Այո, եւ ձայն տվողները գիտեք, ես ասել եմ եւ ես պնդում եմ, մեր հասարակության մեջ մենք պիտի ունենանք այդքան խիզախություն, մենք պիտի չքծնենք հասարակությանը, մենք պիտի ունենանք այդքան արժանապատվություն, ասելու, որ մեր հասարակության մեջ կա մի սեգմենտ, որը հիմա այդ է, Տիկին Թովմասյան, եկեք մենք ես անընդհատ ուզում եմ, որ մենք Նիկոլ ընտրողներին հանգիստ թողնենք։ Ես հասկանում եմ, որ դա շատ լուրջ խնդիր է, ես ինքս ամեն առավոտ, ես անկեղծ պիտի խոստովանեմ, ես ամեն առավոտ ինքս ինձ հետ աշխատում եմ, որ այդ մարդկանց հանդեպ իմ արգահատանքը, իմ մարդկային նողկանքը կարողանամ հաղթահարել։ Դա դժվար է, դա շատ դժվար է հաղթահարել այն սեգմենտի հանդեպ քո նողկանքը, որը նայում է քո աչքերի մեջ եւ ասում է Արցախը հանձնել են նախկինները։ Դա շատ ծանր բան է, բայց մենք պիտի հասկանանք, որ այդ մարդիկ էլ ցավոք սրտի ընտրական օրենսգրքով ընտրելու իրավունք ունեն։ Ես իրենց մասին չեմ խոսում, ես խոսում եմ այն
44%-ի մասին, որը նստեց տանը եւ 3 չգնաց ընտրական տեղամաս, դրանով ինքը ապահովեց տանը նստած դու եւս քվեարկել ես ՔՊ-ի եւ Արգիշտի Մեխակյանի օգտին։ Ես չեմ ուզում խոսել Արգիշտի Մեխակյանից, ասում են դու քո հոր գերեզմանը էս արեցիր, այն արեցիր, այդ մարդն ասում է ես եմ արել եմ, լավ եմ արել։ Եկեք իրանց Նիկոլի, այո, սեգմենտին թողենք հագնիս։ Կրկնում եմ, 44% ընտրական իրավունք ունեցող, որ 3 վաղարշապատում չգնացիր, դու նույնպես ընտրել ես Նիկոլ, դու նույնպես ընտրել ես Չէ, բայց ասենք նաև ովքեր որ գնացին նրանք ով են, ինչ արեցին։ Դե հասկանալի է, նրանք կարող է հրշալ իրանց արևին նստած ինչ որ բան են, ինչն են տոնում։ Օրինակ այսօր այդ 40 քան իրար որ շնորհավորում են, ինչ են անում, ասում են շնորհավորում են դուռը բացել ես որ գան մեզ մորթեն։ Իրանք տոնում են վաղը չեմ իսօրը, երբ որ Ալիևը, հիշում եք ինչ ասեց Ալիևը, ասեց ես Էրիվան, իդեպ Էրիվան, ավելին հիշեցնեմ, որ Ալիևը այս վերջերս շատ է սկսել ցիտել դեռևս 2013 թվականին իր մի ասածը, որ Էրիվանը դա ադրբեջանական քաղաք է, որը 1918 թվականին նենգաբար Ադրբեջանի դեմոկրատական հանրապետությունը հանձնել է Հայաստանին, եւ ինչ են անելու երեք վաղարշապատում Արգիշտի Մեխակյան ընտրածները, որ Ալիևը հայտարարեց ես Էրիվան մտնելու եմ ոչ թե տանկերով, այլ գալու եմ մեքենայով, դուք կանգնելու եք ընդհանրեն այդ մեքենայի դուռը բացելու եք կամ բան Ալիևի եւ Մեհրիբանի նկարներով դուք էդ եք արել, դուք քվեարկել եք հանուն նրա, որ Ալիևը մտնի Էրիվան։ Իրանց հոգեոր առաջնորդը ինչ է ասել վաղարշապատի մասին, եւ դուք քվեարկել եք հանուն նրա, դուք քվեարկել եք հանուն նրա, այն ինչ որ ասեց Ալաշուքյուր Փաշազադեն, Ադրբեջանի հոգեոր առաջնորդը, որ հայ առաքելական եկեղեցին դա տարածաշրջանի վտանգ է, մենք ամեն ինչ պիտի անենք, երբ որ չլինի այլևս Հայաստան, այսինքն ըստ էության բացահայտել է թյուրքական մեծ պանթուրքիստական ծրագիրը, որ մեր նպատակը Հայաստան չլինելն է, մենք ամեն ինչ պիտի անենք, որ հայ առաքելական եկեղեցին չկարողանա մնալ Վատիկանի նման, որպես եկեղեցի պետություն եւ պատահական չի, որ ժամեր առաջ Նիկոլ Փաշինյանը ըստ էության իր հերթական լայվով ազդարարեց, որ ինքը ստացավ այս ընտրությամբ հերթական ուժը գրոհելու մայր աթոռի վրա։ Հիմա եթե մենք սա ենք թույլ տալու, եթե մենք թույլ ենք տալու, որ մեր հավատը կող կրտեն, ինչ ասեմ Ալաշուքյուր Փաշազադեները իրենց հոգև զավակներով, երևի մենք արդեն պիտի մտածենք, որ մենք որպես ազգ, որպես պետություն, արժանապատվություն չունեցող ժողովուրդ իրավունք ունեն, գոյություն ունենալու, թե չէ, բայց Տիկին Թովմասյան, դուք լսում էի ձեզ շատ հանգամանալից դրան անդրադարձել եք, քանի որ ես որևէ ցուցակ խցկվելու խնդիր չունեմ, ես մանդատ պրճոկելու խնդիր չունեմ, ես 15 տարի եղել եմ ազգային ժողովի պատգամավոր, եղել եմ հանձնաժողովի նախագահ եւ մանդատ պրճոկելու խնդիր չունեմ, ես բաց հրապարակային խոսելու եմ նաեւ ընդդիմության խնդիրների մասին։ Շատ լավ, ես էլ եմ ուզում որ դուք անպայման խոսեք, բայց հիմա որ ինքը հայտարարել է գնալու եմ հայ առաքելական եկեղեցու վրա, մի դիտարկում կարող եք համաձայնել, կարող եք ոչ։ Հիմա 36.5% այսօր ընդդիմությունը այս վիճակում ունի։ Այսինքն սա առաջին արձանագրում ենք, որ հայ առաքելական եկեղեցին առնվազն այսքան մարդկանցով պաշտպանված է, պաշտպանություն է։ Մենք տեսանք այս պայքարում Ռուբեն Վարդանյանի թիմին։ Ոչ, չեն մտել։ Չեն մտել։ Այս պայքարի մեջ մտել է մեր ձևով, Սամվել Կարապետյանը մտել է, չի մտել։ Գագիկ Ծառուկյանը մտել է, չի մտել։ Իրա դեմքով, պարզ է, որ այս ձայների մեծ մասը տվել են Ռոբերտ Քոչարյանին, բայց իրա դեմքով չի մտնել, նշանակում է 36%-ի, իսկ այդ երկու անձին Ռոբերտ Քոչարյանի հետ են, չէ՞, ճանապարհ անցել եւ դիտարկվում են եւ Անդրանիկ Թևանյանի ուժը եւ Սևակը գիտեք որ իրենց հետ է հանրապետական էր եւ նույն հանրապետականը չի մտել։ Հանրապետական կուսակցությունը ամենակայացած կուսակցություններից մեկը, քիչ առաջ ասեցի, իրական միս ու արյուն ունեցող քաղաքական գործիչներից կազմված ուժ, այդպես է թե այդպես չի մտել այդ պայքարի մեջ։ Հիմա եւ այսպես եւ Գագիկ Ծառուկյանը չի մտել, իր դեմքով Ռոբերտ Քոչարյանը չի մտել։ Հիմա եթե հանկարծ ինքը համարձակվի գնա հայ առաքելական եկեղեցու վրա, պարզ չի որ այս բոլորը պիտի պաշտպանեն հայ առաքելական եկեղեցին։ Լինելու են, չէ՞ բոլորը հայ առաքելական եկեղեցի, այնպես որ ինքը տենց իր համար
որոշելա որտի հայ առաքելական եկեղեցու վրա գնա ոնց դե ես իրեն լավ եմ ճանաչում եթե ինքը որոշելա գնալու հոկտեմբերին էլ գնում ինչ եղավ միևնույնն է գնալու է բայց ես ավելի քան վստահ եմ որ չի կարողանալու ինքը իր աղոթքի նախաճաշի ինչ եղավ տիկին իր դեմ շուր եկավ չի կարողանալու հաղթել ինքը հայ առաքելական եկեղեցուն իր 1700-ամյա պատմության մեջ հիմա մեկը չես կարողանալու պատմություն մի քիչ 1700-ամյա պատմության մեջ հայ առաքելական եկեղեցին այսպիսի պերսոնաժներ չէ որ տեսել է եւ որևէ մեկը չի կարողացել հաղթել հայ առաքելական եկեղեցուն բնականաբար ինքն էլ չի կարողանալու ինչքան էլ ինչպես վերջերս Լևոն Զուրաբյանը մի բան բացահայտեց ինքը դեռ շատ վաղուց էր իրան դրել Քրիստոսի հետ եւ երբ Քրիստոսի տեղ եւ երբ որ Լևոն Զուրաբյանենց հրավիրել էր իրենց տուն իր ձեռքով խորոված էր արել ասեց հիմա ինչպես ժամանակին Քրիստոսը իր ձեռքով լված իր աշակերտների ոտքերը ես իմ ձեռքով այս խորովածը ձեզ կհյուրասիրեմ սա հիմա այո ես շոկի մեջ էի երբ որ լսեցի Լևոն Զուրաբյանին բայց ես ուզում եմ շարունակել ինչ արեց ընդդիմությունը այս ընտրուն ես խնդրում եմ ուշադիր որովհետեւ այս ընտրությունը նաեւ կարեւոր էր նրա համար որ հետեւություններ անել եւ երեսպաշտությամբ չզբաղվենք ամեն ինչ պարզ եւ բաց խոսենք ինչ է տեղի ունենում ես գործիչ եմ ինձ շատ են հարցնում բա որոշել եք բա մասնակցելու եք բա որ քաղաքական թիմի հետ եք գնալու ես անպարկեշտ եմ համարում այսօր երբ որ զոհասեղանին դրված է որ ամեն օր կարող է Հայաստանի Հանրապետություն չլինել որովհետև լսեցինք չէ 2 օր առաջ Արմկոմեդիի տղաներին որոնց կարծում եմ դեռ կանդրադառնանք տված հարցազրույցում Ալեն Սիմոնյանը ինչ ասեց մենք 110 կիլոմետր գտնվում ենք Ադրբեջանի հողում այսինքն հələ 110 կիլոմետր Ադրբեջանին տալիք ունենք եւ վերադարձնելու ենք ավելին ԱԳՆ խոսնակը Ադրբեջանի հայտարարեց, որ հաջորդ քայլը Տավուշի ինքը ասեց Ղազախի 3 գյուղերը եւ Քյարքին Տիգրանաշենը վերադարձնելը նշանակում է Ադրբեջանին բերել, կանգնեցնել Երևանի վրա։ Հասկանում եք, այս ֆոնին քննարկել, ես անպարկեշտ եմ համարում այս ֆոնին քննարկել, վայ ես մանդատ կունենամ, թե չեմ ունենա, որ քաղաքական ուժի ցուցակում խցկվել, եւ քանի որ ես նման օրակարգ չունեմ